երեք առակ կա Ղուկաս 15-րդ գլուխում ու այս գլուխը կորածին գտնելու գլուխը այս գլուխը ամբողջ գլուխը Տեր Հիսուսը սովորացնում է երեք առակ ու այս երեք առակն էլ նրա մասին է որ Աստված գտնում է կորածին ու մենք կնայենք երեք տարբեր կորած Սուրբ Աստծու յորթության երեք տարբեր անձերը ինչպես են գտնում ու կնայենք մենք ինչ պիտի անենք որպես Աստծու որդիներ որ պիտի նմանվենք Աստծուն կարող եք բացել միասին կարդանք Ղուկաս 15:1 Բոլոր մաքսավորները ու մեղավորները մոտենում էին նրան որ լսեին Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում են եւ ասում են սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում է Մինչև հիմա բան չի փոխվել Մինչև հիմա այս նույն տրտնջն է դուք մեղավորներին ընդունում եք դուք իրանց հետ հաց եք ուտում Ես այս կարդում եմ ու ծիծաղս եկավ ասում եմ նույն խոսքերը Նույն մտածելակերպը, նույն տրտնջը, նույն ոգին, ոչինչ չի փոխվել։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը այս առարկությանը երեք առակ է պատմում։ Ձեզանից ով է, որ 100 ոչխար ունենա, եւ եթե դրանցից մեկը կորցնի 99 անապատում չի թողի եւ կորածի հետևից չի գնա, մինչեւ որ այն գտնի։ Եվ երբ որ գտնի, ուրախացած նրան իր ուսերի վրա կդնի եւ տուն գալով բարեկամներին եւ հարևաններին կկանչի եւ նրանց կասի. Ինձ հետ ուրախացեք, որովհետեւ իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Կամ որ կինը, որ 10 դրամ ունենա, եւ եթե 1 դրամը կորցնի, ճրակը չի վառի եւ տունը ավելի ու ուշադիր փնտրի, մինչեւ որ գտնի։ Եվ երբ որ գտնի բարեկամներին եւ հարևաններին կկանչի եւ կասի. Ինձ հետ ուրախացեք, որովհետեւ գտա դրամը, որ կորցրել էի։ Ասում եմ, այդպես էլ Աստծո ռեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար։ Պարզ երկու կարճ առակ։ Ու վերջում ուզում եմ նույնպես կարդամ անառակ որդու առակը։ Դարձյալ ասեց. մի մարդ 2 որդի ուներ, նրանցից կրտսերը հորը ասեց. հայր տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց եւ այնտեղ իր ունեցվածքը վատնեց անառակությամբ ապրելով։ Եվ երբ որ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց եւ սա նրան իր ագարակը ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս եւ սթափվելով ասեց, Արադ թարգմանություն ասում է ինքն իրան գալով։ Սա նոր Արադն է։ Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, հորս մոտ գնամ եւ նրան ասեմ. Հայր մեղանչեցի երկրի եւ քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ինձ քո վարձկաններից մեկի պես արա եւ վեր կեցավ իր հոր մոտ գնաց ու երբ որ նա դեռ հեռու էր հայրը նրան տեսավ գթած վազեց նրա վզովը ընկավ եւ համբուրեց նրան եւ որդին նրան ասեց հայր մեղանչեցի երկրի եւ քո առաջ այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ հայրը իր ծառաներին ասեց եթե նկատում եք հայրը նույնիսկ չի լսում որդին ինչ է ասում Որտեվ հասկանում է, որ այս տղես adekvat չի, ինքը չի հասկանում ինչա կատարվում այս կյանքում։ Հայրը իր ծառաներին ասեց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը եւ հագցրեք նրան, մատանին մատին դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարտ եզը մորթեք, ուտենք ուրախ լինենք, որտեվ իմ այս որդին մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց, եւ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավակ որդին դաշտում էր
Մինչև գալիս էր, մոտեցավ տանը երգի եւ բարի ձայն լսեց եւ իր մոտ կանչեց ծառաներից մեկին հարցրեց թե այդ ինչ է։ Նա էլ ասեց նրան. եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզմորթեց, որովհետեւ նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Իսկ նա հորը ասեց. ահա այսքան տարի է ինչ ծառայում եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ գերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր։ Հայրը ասեց նրան. որդյակ, դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է քոնն է, բայց պետք է ուրախ լինել եւ խնդալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր, կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եկեք աղոթ կանենք իրար հետ։ Տեր Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս քո խոսքի ու քո առակների համար, Տեր։ Քո առակների մեջ կա խորը ճշմարտություն, Տեր, խորը գանձեր, որ դու ուզում ես փոխանցես քո ժողովրդին, Տերի Մարգա։ Մենք շնորհակալ ենք, որ դու կորածին փնտրող ու գտնող Աստված ես, Տեր։ Մենք շնորհակալ ենք, որ դու կորածին թաղող Աստված չես, այլ փնտրող ու գտնող Աստված ես, Տեր։ Ու մենք շնորհակալ ենք քեզ, որ դու այսօր ուզում ես մեզ սովորացնես ինչպես փնտրել ու գտնել կորածին։ Ես աղոթում եմ, Տեր, որ ամեն մեկի սրտի մեջ քո խոսքը, քո սերմը, խորը, արմատական ու հավիտենական ձևով տնես։ Ու թող փառավորվի քո թանկ անունը այսօր։ Ամեն։ Անարակ որդու առակը մի կողմից ամբողջ Ղուկաս 15-ը մի կողմից ցույց է տալիս Աստծու ամբողջ բնույթը, որ Աստված իր բնույթով, իր էությամբ փափագում է կորածին փնտրի ու գտնի։ Մյուս կողմից ցույց է տալիս այս կորածների տարբեր մակարդակներ, մյուս կողմից ցույց է տալիս մեզ, թե մենք ինչ պիտի անենք, մեզ սիրտ է տալիս, որ գործենք։ Ու այսօրվա իմ ուղերձը այս 2 ամսվա արքայությունը կառուցելու ընթացքի մեջ էս է սիրելիս, Աստված այսօր քեզ սիրտ է փոխանցում, որպեսզի կորածին փնտրես ու գտնես։ Առաջին առակում մեկը 100 ոչխար ուներ ու մեկը կորավ։ Բոլորը իրանն էին, մեկը կորավ։ Ինքը թողեց 99 գնաց ու գտավ։ Ստեղ Տերը մեզ տալիս է բարի հովվի սիրտը։ Ու այս բարգայում Հիսուսն է, որպես բարի հովիվ գնում ու գտնում այդ գառնուկին, այդ ոչխարին ու իր ուսերի վրա է դնում ու բերում է։ Միգուցե այստեղ նստած մեկը կա, որ այդ մեկն է։ Միգուցե մեկը քո կողքին կա, որ այդ մեկն է։ Գիտեք, մենք հաճախ չենք տեսնում մարդկանց, ովքեր փրկության կարիք ունեն, որովհետև սխալ ենք նայում։ Սխալ կողմ ենք նայում։ Եթե հիշում եք, Տեր Հիսուսը Հովհաննես 4-րդ գլխում ասում է, դուք ասում եք դեռ 4 ամիս կա ու հունձքը չի հասել։ Բայց ես ասում եմ, բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք, որ հունձքը հասել է։ Ամբողջ հարցը, որ մենք մտածում ենք, որ հունձքը չի հասել, էսա, մենք մեր աչքերը չենք բարձրացնում։ Մենք ներքև ենք նայում։ Մեր աչքերը կենտրոնացած է մեր առօրյայի վրա, մեր գործերի վրա, մեր կարիերայի վրա, մեր բիզնեսի վրա, մեր ընտանիքի վրա։ Ու մենք ասում ենք, ինչ հունձք կա, որ հələ 4 ամիս կա, հունձքը չի հասել։ Հələ նոր տարին անցնի մի հատ էսել, գարունը նոր կհասնի, իսկական հիմի մեր մասին է։ Գարունը մի քիչ տաքեր ընկնի, հələ խառնենք հովիվ ջան, բիզնեսն է բան։ Ու ինչքան նոր տարին մոտենում է, այնքան քո գործերը ավելի խառնա լինում, ու դու չես կարողանում տեսնել, որ հունձքը հասել է։
Տեր Հիսուսը հետաքրքիր բան է ասում այս խոսքի մեջ, եթե չեմ սխալվում 4:35-ն է կամ 37-ը։ Կարծես թե ասում է մինչև աչքերդ չբարձրացնես, չես տեսնի, որ հունձքը հասել է։ Ներքև նայելով չես տեսնի, որ հունձքը հասել է։ Ու ես այսօր ուզում եմ, սիրելիներ, մենք մեր աչքերը բարձրացնենք ու տեսնենք, որ մեր կողքը հունձք կա, հունձքը հասած է։ Ու այդ հունձքի մեջ կան մարդիկ, քո կողքը կան մարդիկ, ովքեր ժամանակին Աստծու մեջ էին եղել, ովքեր ժամանակին Աստծու տանն էին եղել։ Ես հիմա փրկության մասին ընդհանրապես չեմ ուզում խոսամ։ Իրանք կորցրեցին իրանց փրկությունը, չկորցրեցին, չեմ ուզում դրա մասին խոսամ։ Ժամանակին Տիրոջ հետ էին, Տիրոջ մոտ էին, Աստծու տանն էին, Աստծու համար էին, հիմա մոլորվել են։ Ու իրանց պետք է, որ դու գնաս, իրանց հանես այդ մոլորված տեղից։ Գառնուկը, որ մոլորվել է, եթե հովիվը չգնա ու իրան ընդեղից չհանի, գայլերը կուտեն այդ գառնուկը։ Ու հիմա ոչ թե պիտի մենք կենտրոնանանք, վայ գնաց աշխարհ փրկությունը կորցրեց, թե չկորցրեց, այլ պիտի կենտրոնանանք նրա վրա, որ ժամանակին Աստծու մեջ էր, ժամանակին Աստծու համար էր գործում, հիմա չկա, կորել է։ Ինչքան մարդիկ են եղել, որ ես խոսել եմ իրանց հետ, հետո իմացել եմ, որ ժամանակին հավատացել են եղել, հոգևոր են եղել։ Բա գիտես, մեզ էլ եկել քարոզել են, մանկական կիրակնորյաներ ենք գնացել։ Եկեղեցիներ կան, որ այնքան մեծ գործ են անում մանուկների հետ։ Ավետարանական եկեղեցին, մկրտական եկեղեցին։ Այսօր շատ շատերը իրանց պտուղն են, փոքր ժամանակ ենքան են ցանե խոսքը ցանել, մարդիկ աճում են, ու այդ խոսքը պտուղ է տալիս։ Ես ուզում եմ, որ այսօրվա օրը ոչ թե մեր համար լինի ուղղակի օր, որ դու լսեցիր ու գնացիր, չէ, այսօր ես քեզ առաջադրանք եմ տալու, այսօր դու գրելու ես, կա արդյոք քո կողքը, դու կասես 5 հոգի գիտեմ, մեկի անունն ես գրելու։ Բոլորդ, որ նստած եք, կամ հեռախոսով եք, կամ թուղթու գրիչով եք նստած։ Ու մենք վերջում աղոթքի ժամանակ կամ աղոթքից առաջ գրելու ենք այդ անունները, ում հետևից պիտի գնանք։ Դու չես կարող կառուցել արքայությունը, եթե քո սիրտը չի ցավում մեղավորի համար։ Դու չես կարող կառուցել արքայությունը, եթե դու չես գնում այդ մեղավորի հետևից։ Ամբողջ խնդիրը քրիստոնեության գիտեք որն է, որ դու մտածում ես ուրիշը պիտի գնա, Սաքոն պիտի գնա, Հովիվը պիտի գնա, Արտուրը պիտի գնա, բայց Տերը քո կողքն է դրել այդ մարդուն, որ դու գնաս։ Այդ մարդը քո կողքն է։ Ու Աստծուց հեռացած է։ Կան մարդիկ, որ երբ որ մոլորվում են, պիտի գնաս իրան մոտ, իրան դնես քո ուսերին ու բերես հետ, այդ հոտի մեջ։ Երկրորդ առակը, սա կորած դրամի առակն է։ Այս մարդը, այս գառնուկը, որ մոլորվել է, ինքը եղել է հոտի մեջ ու մոլորվել է։ Ինքը գառնուկ է եղել հոտի մեջ։ Հիմա չգիտենք ինքը ուր է։ Բայց կորած դրամի առակի մեջ Տեր Հիսուսը ասում է, որ դրամ ուղղակի կորավ։ Դրամը ինքը չի հասկանում, որ ինքը կորած է։ Եթե գառնուկը քչից շատից հասկանում է, որ ինքը կորած է,
բայց առանց միջամտության չի կարող հետ գա, ապա դրա մենք չի էլ հասկանում, որ ինքը կորած է, ինքը ընդամենը մետաղ է։ Տեր Հիսուսը ասում է, թող մեռելները թաղեն իրանց մեռելներին, ցույց տալով աշխարհի մարդկանց, որ իրանք մեռած են։ Քո կողքը կա մարդ, կամ գուցե մարդիկ, ովքեր չգիտեն, որ իրանք կորած են, բայց իրանք կորած են։ Ովքեր չգիտեն, որ իրանք փրկության կարիք ունեն, չգիտեն, որ իրանք մեղավոր են, չգիտեն, որ Հիսուսը եկել է իրանց համար, իսկ կան մարդիկ, որ գիտեն, երկուսին էլ պետք է փրկել։ Ես ուզում եմ երկրորդ մարդու անունը, որ դու գրես, դա լինի այն մարդը, ով մտածում է, որ ինքը փրկության կարիք չունի միգուցե, ով դաժե Աստծո մասին չի էլ մտածում, ով չգիտի, որ ինքը մեղավոր է, ով չգիտի, որ ինքը դժոխք է գնում։ Կան տենց մարդիկ ձեր կողքը, թե դուք բոլորդ լուսնից եք իջել։ Իհարկե կան։ Իմ կողքը տենց մարդ չկա, ես միայն հավատացյալների հետ եմ շփվում, հով ջան։ Էդի լուրջ խնդիր է, եղբայր։ Գնա աշխարհ, շփվի այդ մարդկանց հետ։ Ոչ թե աշխարհ գնա, ահա, թազա բան է, պրետենզիա, այնա, հեսա կտրում են, հայտնվում են երկոգի, կտրում են նա, ասում է գնա աշխարհ, որտի ֆռսնում են։ Գնա աշխարհի մարդկանց մոտ ու իրանց բեր արքայություն։ Շատ լավ օրինակ է Տեր Հիսուսը։ Վերջում, այն որ վերջում ամենա գոնե մի հոգու էլ հետը տարավ, չէ, իրա կողքի ավազակին։ Եթե նայում եք Տեր Հիսուսի ծառայությունը եւ շատ շատերին էր քարոզում եւ առանցին մարդկանց էր քարոզում։ Վկայում ավետարանը։ Եկեք թող այսօր արքայությունը կառուցելը իմ ու քո կյանքում լինի պարզ հասարակ ավետարանի քարոզչություն։ Պարզ։ Ավետարանը ինքը բարդ լուր չի, ինքը խուճուճ լուր չի, ինքը չար լուր չի, ինքը բարի լուր է։ Ավետարան նշանակում է չափազանց բարի լուր, անհավանական բարի լուր։ Ու այս անհավանական բարի լուրը կայանում է սրանում։ Նրանց համար ովքեր մեղավոր են։ Հիսուսը քեզ փրկել է։ Դու արժանի չէիր, բայց Հիսուսը քեզ փրկել է։ Այս բարի լուրը չի կայանում սրանում, բոլոր մեղքերից հետ ապաշխարիկ փրկվես։ Ավետարանը սա չի։ Այս բարի լուրը կայանում է սրանում, Հիսուսին ընդունի ու կփրկվես, ու հետո նոր պիտի ապաշխարես բոլոր մեղքերից հետ։ Հասկանում եք սխալը որն է։ Մարդը դժոխք չի գնում, որովհետև մեղք է գործում։ Մարդը դժոխք է գնում, որովհետև մերժում է Հիսուսին։ Երբ որ դժոխքում երկու հոգի հայտնվում են, մեկը մեկին ասում է, ինչի ես դժոխք եկե, չի ասում, որովհետև, չգիտեմ, ես մարդասպան էի։ Դու ինչի ես դժոխքում հայտնվել, որովհետև ես շնացող էի։ Մարդը դժոխք չի գնում մեղքի համար, մարդը դժոխք է գնում Հիսուսին չընդունելու համար, որովհետև անհավատությունը սա մեծագույն մեղքն է։ Ինչ է մեզ պետք, քարոզենք Հիսուս, քարոզենք ավետարան, այն մարդկանց, ովքեր չունեն Հիսուսին։ Ու մի քանիսը չեն հասկանում, դժվար է իրանց ես, դժվար է։ Փրկումը Հիսուսը, նայեք, որպեսզի ավելի հասկանալի լինի, մենք չենք փրկվում մեր սրբությամբ, մեր գործերով, մենք փրկվում ենք
Հիսուսով։ Իսկ մեր գործերը սա մեր փրկության արդյունքն է։ Միշտ որ նոր մարդիկ կան, միշտ սա պիտի կրկնել։ Մենք մարդը չի գնում դժոխք, ուզում է ասել մենք դժոխք ենք գնալու։ Մարդը չի գնում դժոխք իր մեղքի պատճառով, նա գնում է դժոխք Քրիստոսին չընդունելու պատճառով, այ Քրիստոսին չընդունելն է, որ իրան տանում է մեղավոր կյանքի։ Հասկանում եք սա, սա շատ կարևոր է։ Հիմա իմ ու քո կողքը կան մարդիկ, ովքեր չունեն Հիսուսին, իմ ավետարանը Հիսուս քարոզելն է։ Եթե ինքը չի հասկանում, որ ինքը փրկության կարիք ունի, ես իրան ցույց եմ տալիս իր մեղքը։ Այդ մետաղադրամը Հիսուսը հրաշալի օրինակ է բերում, ուժեղ օրինակ է բերում, գետնին միտեղ փոշու մեջ, կեղտի մեջ, մինչև իրան չես ավլում, մինչև դու այն տեղը, որտեղ ինքն է չես ավլում, դու իրան չես կարող գտնես, որտև այդքան կեղտի մեջ է, այդքան մեղքի մեջ է, այդքան փոշու մեջ է, բայց ավետարանը սա Քրիստոս քարոզելն է, որ Քրիստոս քեզ փրկել է։ Ես լսել եմ շատ չավետարաններ։ Արցախից գալիս ենք ու այդ օրինակ ես վերջերս եմ բերել։ Ու պիտի հանգստանայի, որ երկրորդ ռեսը անեի։ Մի հատ Ստեփանակերտից է մի ռես մարդ բերել, երկրորդը պիտի գնայի Լաչինից բերենք, բերում ենք Գորիս, որ եղբայրները տանեին արդեն ամեն մեկին իրանց տեղերը։ Ու պարկած հանգստանում եմ, որպիսի 2 ժամ քնեմ, որպիսի հաջորդ ռեսը անեմ ու պատը գիպսագարդոնից ու լսում եմ։ Ու մեր թաղի տղերքն են եկել, կինո Արագածի իրանց մեքենաներով եկել են օգնեն, տեսել են, որ եկել են օգնեն, այնտեղ լավ տղերք են, աշխարհիկ տղերք են, բայց լավ տղերք են։ Ռաֆոներ, Էդգարը իրանց մեքենաներով եկել են ու ես պարկած լսում եմ։ Ավետարան, չավետարան, ավետարան չեն քարոզում, չավետարան են քարոզում։ Աբեր պիտի ծխելը թարգես, խմելը թարգես ու պատերազմի ժամանակ ու թշնամուց սիրես, որ փրկվես։ Ու այս մարդիկ եկել են, որ տանեին բան։ Ու ես նստած լսում եմ, ասում եմ, «Էս ինչ ավետարան է»։ Պարկած ու չկարեցա քնեմ։ Ասում եմ, «Էս ինչ ավետարան է»։ Ու երբ որ ես արթնացա, այս տղերքից մեկը ասեց, «Դուք նույն եկեղեցուց եք»։ Ասացի, «Հա», ասես, «Դուք նույն եկեղեցուց չեք, իրանք ուրիշ բաներ են ասում, դու ուրիշ բան»։ Ասում եմ, «Դու Հիսուսից ես խոսում մեր հետ»։ Ասում եմ, «Իրանք նոր սենց բան էին ասում»։ Ու իմ մոտ հարց է, լավ, այս պատերազմի ժամանակ հիմի թշնամուն ներելու մասին պարտադիր պիտի խոսենք։ Աստծո խոսքը, սիրելի քույրեր ու եղբայրներ, Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթում ասում է, եթե մեկը Հիսուսին Տեր դավանի կփրկվի։ Իսկ լսել եք ավետարան, որ մինչև վերջի մեղքդ չխոստովանես չես փրկվի։ Մենք ապաշխարում ենք, մենք խոստովանում ենք մեր մեղքերը, մենք ներողություն ենք խնդրում Աստծուն, արդեն լինելով փրկված։ Իսկ մենք փրկվում ենք, երբ որ Հիսուսին Տեր ենք ընդունում մեր կյանքի մեջ։ Այսպիսի մարդուն, ով կորած է ու չգիտի, որ ինքը կորած է, ով նման է այս մետաղադրամին, դրամին, մենք պիտի քարոզենք մաքուր ավետարան։ Հիսուսը քո համար մահացել է։ Հիսուսը քո համար գին է վճարել։ Հիսուսը քեզ փրկել է, ընդունի քո կյանքի մեջ, որպես Տեր ու փրկիչ Հիսուսին ու կփրկվես։ Երրորդ տարբերակը սա մարդիկ են, ովքեր Աստծո տան մեջ են եղել։
Աստծու տան մեջ ու գնացել են Աստծու տնից։ Աստծու խոսքը ասում է, որ հայրը սպասում է իրանց, հայրը սիրում է իրանց, հայրը սպասում է անառակ որդուն, Հիսուսը գառնուկին դնում է իր ուսերի վրա բերում է, Սուրբ Հոգին մաքրում ու գտնում է։ Մենք որպես Աստծու զավակներ պիտի այս 3 բանն էլ ունենանք մեր մեծ սիրելիներս։ Հաստատ քո կողքը կա մեկ, ով Աստծու խոսքը լսած ու կորած է։ Հաստատ քո կողքը կա մեկ, ով կորած է, ոչ էլ Աստծու խոսքը լսած։ Ու հաստատ քո կողքը կա մեկը, ով եղել է քո հետ Աստծու տանը, գործել է ու հիմա չկա։ Գիտեք ինչ ենք անում մենք այսօր։ Ես ուզում եմ դուք գրեք իրանց անունները ու մենք իրար հետ որոշում կայացնենք, աղոթ կանենք ու վերցնենք պատասխանատվություն այս մարդկանց ծառայելու, խոսալու, գտնելու, բերելու։ Եթե նկատել եք, Աստծու խոսքը չի ասում, որ Տեր Հիսուսը գնաց ու այդ գառնուկը չուզեց գա։ 3 տեղերում էլ կորածը գտնվում է, չկա բացառություն։ Ու իմ ուղերձն է այսօր, չկա կորած, որ չգտնվի, կա լավ փնտրող, գտնող, սպասող ու բերող։ Չկա մեկը, որ եթե դու աղոթես երկար ժամանակ, քարոզես ավետարան ինքը չգա։ Այս առակում 3 հոգի են, 3-ն էլ վերջում գալիս են հետ։ 3-ից 3-ը քանի տոկոսն է, սիրելիս։ Մենք ուժեղ մաթեմատիկներ ունենք։ 3-ից 3-ը 100%-ն է։ Ամեն թե չէ։ Եկեք վերցնենք ժամանակ հիմա։ Խոնարհենք մեր գլուխները։ Աղոթենք թող Տերը ցույց տա այս 3 մարդկանց։ Ես ուզում եմ այսօր ոչ թե դու գաս լսես գնաս, այլ գործես։ Որովհետև այս ինչ որ կլսես, հետո գնալու ես որ գործես։ Ու եթե դու չունես այդ 3 մարդը, 2-ն է, գրի 3-ը։ Ես չեմ կարծում, որ ստեղ ինչ որ մեկը կա, որ չունի այդ 3 անունը։ Նորից, մեկը, ով քո կողքում է, դու իր հետ ունես փոխհարաբերություն, բայց ինքը Աստծուն չի ճանաչում։ Դա կարա լինի քո բարեկամը, քո հարևանը, քո աշխատանքի տեղում։ Մեկ ով լսել է Աստծու խոսքը, գիտի Աստծու մասին, ու էլի կորած է։ Իսկ մեկը, ով եղել է Աստծու տանը, ու հիմա աշխարհում է։ Ոչ թե միայն մտապահի ես անունները, այլ գրի ես անունները։ Որովհետև մենք գործ ունենք անելու իրար հետ։ Մենք այսօր որպես Աստծո տուն, որպես Աստծո եկեղեցի նախ հիմա աղոթելու ենք այս մարդկանց համար, բայց դու գործ ունես անելու։ Աստծո խոսքը մեզ ասում է գնացեք ավետարանը քարոզեք։ Աստծո խոսքը չի ասում աղոթեք որ մարդիկ փրկվեն։ Աստծո խոսքը ասում է քարոզեք ավետարանը որ մարդիկ փրկվեն։ Իհարկե մենք աղոթում ենք, նոր ենք քարոզում, բայց միայն աղոթքը չի փրկում։ Եթե ես միայն աղոթում եմ Սաքոյի համար, բայց իրան մաքուր ավետարան չեմ քարոզում, դժվար փրկվի Սաքոն։ Կարող է։ Բայց ճիշտը համ աղոթելն է, համ ավետարան քարոզելը։ Ամեն։ Որտեվ ավետարանն է, որ փրկում է։ Պողոս առաքյալը ասում է ավետարանն է, որ փրկելու զորություն ունի։ Առանց աղոթքի ավետարանը չոր է։ Առանց ավետարանի աղոթքը չի փրկում։ Դուք բոլորդ այդ 3 անունը հիմա ձեր մտքում կա։ Կա մարդ, որ չունի այդ 3 անունը։ Կա մարդ, որ տենց էլ չիմացավ ովքեր են այդ մարդիկ։ Ասեք արագ ասեմ, արագ։
Չկա, բոլորը ունեք հետ 3 անունը, բոլորը շատ լավ։ Իսկ մենք ընդամենը մեր մտքում ու մեր հեռախոսի մեջ ունենք այդ 3 մարդկանց, թե մենք այսօր որոշում ենք գործենք։ Ես այսօր քեզ քաջալերում եմ գործես։ Ուղղակի գնաս ու գործես։ Հաջորդ տարին 2026 թիվը այդ 3 մարդու քո կողքը եկեղեցում նստած Աստծուն ծառայելու թիվն ալենելու։ 2026-ը ժամանակ է, որ այս քո կողքի մարդիկ քո հետ Աստծուն երկրպագեն։ Բայց դրա համար ես ու դու գործ ունենք անելու։ Քարոզենք, աղոթենք ու չդադարենք հավատալուց։ Տեր Հիսուս, ես քո առաջ եմ բերում բոլոր այն մարդկանց Տեր, ովքեր կան մեր կողքը։ Բոլոր այն մարդկանց, ովքեր իմ քույրերն ու եղբայրները գրեցին կամ մտածեցին Տերի մարքա, ովքեր կան մեր սրտում Տեր, մարդկանց, ովքեր չեն լսել քո մասին, մարդկանց, ովքեր լսել են քո խոսքը Տեր, բայց քո մեջ չեն, ու մարդկանց, ովքեր եղել են քո տան մեջ Տեր, բայց հիմա մոլորված են իմ արքա։ Ես աղոթում եմ, խնդրում եմ Տեր, որպեսզի դու կպնես ամեն մեկի սրտին Տեր, որպեսզի դու թակես Տեր Հիսուս ամեն մեկի սիրտը այս մարդկանցից Տեր, որպեսզի դու Տեր քո սիրով կպնես ամեն մեկին։ Ես աղոթում եմ հիմա եկեղեցու համար Տեր, ովքեր նստած են, այն մարդկանց համար, ովքեր լսում են մեզ on-line Տեր։ Ես աղոթում եմ, որպեսզի ամեն մեկը անգործությունից անցնի գործելու Տեր։ Սովորացրա մեզ աղոթել այս մարդկանց համար։ Սովորացրա մեզ վկայել ավետարանը, քարոզել մաքուր ավետարան Տերի մարքա, որի պատճառով մենք կունենանք այս մարդկանց մեր կողքը, քո մեջ, արքայության մեջ, քո անունը փառավորելուց։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Գեղամ ջան, որ խնդրեմ կգաս, մենք հիմա մի երգ կվերցնենք, սիրելիներ։ Այսօր տնայինն է շատ, ես կուզենամ դուք երկու հոգի իրար հետ բաժանվեք, իրար հետ համաձայնվեք ու միաբանվեք այս մարդկանց համար։ Հիմա մենք երկրպագենք, դու կենտրոնացի արքայության վրա, հետո հենց կողքինիդ հետ, երկու, ես էլ Միլենի հետ, եթե մենակ ես մեկին գտի, Հարութ ջան, արի առաջ Սակոյի հետ, երկու, ասեք ես մարդկանց անունները, թե իրանքով են ձեր կյանքում, միաբանվեք, եկեք աղոթենք ես մարդկանց համար։ Աստծո խոսքը ասում է, եթե երկու հոգի միաբանվեն, ինչ էլ որ խնդրեն կլինի իրանց։ Մենք նկատել ենք մեր կյանքում, որ մեր բոլոր աղոթքները, երբ որ մենք միաբանվել ենք, մեր բոլոր որոշումները, երբ որ մենք միաբանվել ենք, այդ բոլորի վրա եկել է Տիրոջ կրակը։ Ու կապ չունի, միգուցե դուք մի ընտանիքի մեջ եք, բայց երբեք իրար հետ չեք միաբանվել։ Օրինակի համար, ձեր հոր ապաշխարության համար, ձեր տղայի ապաշխարության համար, հիմա ժամանակն է, բռնվակ դուք, հիմա ժամանակն է, որ միաբանվեք իրար հետ ու աղոթք անեք այս մարդկանց համար։ Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա։ Կարեն մենակ ես, գնային եղբոր մոտ։ Հալելույա։ Երկու սիրելիներս, ոչ ոք թող մենակ չմնա, մի ամաչեք։ Հալելույա։ Ծառայողներ, դուք էլ երկու միաբանվեք, Արփինեի հետ մեկդ միաբանվեք, Գուրգեն Արման, դուք իրար հետ կարաք։ Կա մեկը ում հետ ոչ ոք չկա, Արտուրը, Արփինեի հետ։ Միաբանեք,
Ասեցիք բոլոր այդ մարդկանց մասին ովքեր են։ Մի հորինեք մարդ, մեր հարևան Վալոդը, բայց չկա տենց մարդ։ Վալոդ պապին։ Ասեք այդ մարդկանց անունները ովքեր են իրանք, իրար ձեռք բռնեք, միաբան աղոթք արեք իրանց ապաշխարության համար։ Հետո մենք կերկրպագենք Աստծուն, հետո մի քայլ էլ կանենք իրար հետ։
Խավարիս մեջ անունով ինձ կանչեցիր որ կանգնեմ ու ապրեմ ես ծնկած էի ու բարդված բայց հոգիդ եկավ ինձ վրա կկանգնեմ ու կապրեմ դու եկար խավարիս մեջ անունով ինձ կանչեցիր որ կանգնեմ ու ապրեմ ես ընկած էի ու բարդված բայց հոգիդ եկավ ինձ վրա կկանգնեմ ու կապրեմ դու զորեր ես քո սիրով հանեցիր կորստից խոր որ կանգնեմ ու ապրեմ աչքերս դու բացեցիր զորությամբ ազատեցիր կկանգնեմ ու կերքեմ Հրկեցիր քո սիրով հանեցիր կորստից խոր որ կանգնեմ ու ապրեմ աչքերս դու բացեցիր զորությամբ ազատեցիր կկանգնեմ ու կերքեմ Կկանչեմ անունդ քանզի գիտեմ դու զորեր ես մահվանից Հիսուս անունը կոնացեք
հետ մեր կողքի մարդկանց անունները։ Ուզում եմ մի թուղթ տամ այս կողմին գրեք, մի թուղթ տամ այս կողմին, մի տողով գրեք։ Պետք չի գրեք անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ինքը ձեր ինչն է, ընդամենը անուն գրեք։ Արտակ, Վարդան, Կարեն։ Ու ես ուզում եմ մենք սա եւ կնկարենք, գցենք խմբում եւ կդնենք, որ on-line աղոթողները ամեն օր աղոթեն։ Մենք կանգնենք հավատքով իրար հետ այս մարդկանց փրկության համար։ Ու ամեն անգամ, չգիտեմ ինչի սրբույն այս գույնի թուղթ տվեց, բայց ինձ թվում է սա հիշվող գույն է։ Ինչի գույնն է։ Սա համառության գույնն է։ Մարգարեական էր, նայեք ես, համառության գույնն է։ Ու մենք ուզում եմ մինչև վերջ գնանք։ Մինչև վերջ։ Երեքը կապաշխարեն, հաջորդ տարի կանցնենք հաջորդ երեքին։ Աստծո խոսքը ասում է եւ երկու կողմին, եւ տղամարդուն եւ կնոջը։ Կնոջը ասում է Լիդիային, կփրկվես դու ու քո ողջ ցեղը։ Տղամարդուն ասում է բանտապետին, կփրկվես հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու կփրկվես դու քո ողջ տունը։ Էլբեթել, քո տանը չփրկված չպիտի լինի, քո կողքը չփրկված չպիտի լինի։ Երբ որ Հովսեփը դեռ իրան չէր հայտնել ու եղբայրները գալիս են Հուդային մի բան ասում։ Ասում է Բենյամինը թող մնա, գնա դու քո հորը բեր։ Բենյամինին թող իմ մոտ։ Հուդան մի արտահայտություն անում, ասում է ինչպես տեսնեմ հորս առանց եղբորս։ Ինչպես տեսնեմ հորս, եթե եղբայրս իմ հետ չի։ Ինչպես գնամ երկինք նայեմ հորս, եթե քույրս հետս չի։ Ինչպես տեսնեմ հորս առանց ֆիզիկական հորս։ Ինչպես տեսնեմ հորս առանց ընկերոջս, ինչպես տեսնեմ հորս առանց անապաշխար քրոջս։ Եկեք մինչև վերջ կանգնենք, հավատանք, քարոզենք ավետարանը։ Ինչպես տեսնեմ հորս առանց ամուսնուս, առանց կնոջս։ Այս մարդիկ կարիք ունեն, որ ես ու դու ցույց տանք Հիսուսին, աղոթենք իրանց համար ու քարոզենք Հիսուս իրանց։ Այսենց մի տողով գրեք անունները ու փոխանցեք թո ձեր կողքինները գրեն։ Այս էջը կվերջանա, հաջորդ էջին գրեք։ Ամբողջ թերթը թող լինի անուններ։ Ու մենք վերջում իրար հետ կաղոթենք այս մարդկանց համար։ Ու մենք ամեն օր կաղոթենք այս մարդկանց համար։ Ամեն։ Հալելույա։ Ούτε ужас погаси, կկանչեմ անունդ քազի գիտեմ, դու զորել ես մահվանից, Հիսուս անունը քո հաղթեց, ούτε ужас погаси, կկանչեմ անունդ քազի գիտեմ, դու զորել ես մահվանից, Հիսուս
Սուրբ Աստված ծնվում է քո աչքեր Իմ անձը տալիս է քեզ ընծան Եվ հոգիս շտապում է դեպի քեզ Տենչում է սուրբ է հարազները սուրբ բարձր ձայնով երգեր Թագավորին արժան ես դու միայն արժան ես բարձր ձայնով երգեր Թագավորին Սուրբ Աստված ծնվում է քո Իմ անձը տալիս է քեզ ընծան Եվ հոգիս շտապում է դեպի քեզ Տենչում է սուրբ հարազները սուրբ բարձր ձայնով երգեր Թագավորին արժան ես դու միայն արժան ես բարձր ձայնով երգեր Թագավորին սուրբ է հարազները սուրբ բարձր ձայնով երգեր Թագավորին արժան ես դու միայն արժան ես բարձր ձայնով երգեր Թագավորին Ձայն գոչելով եկել են հռչակելով աննման էլ ստեր Եվ բացրած գոչելով եկել են հռչակելով աննման էլ ստեր Աննման էլ սիրալ է տասենք Եվ բարձրած այն գոչելով աննման ես Եվ բարձրած այն գոչելով հռչակելով աննման ես Դու աննման ես իմ Տեր Եվ բարձրած այն գոչելով եկել ենք հռչակելով աննման ես Տեր աննման ես Տեր Եվ բարձրած այն գոչելով եկել ենք հռչակելով
բարձր ձայնով երգեր թագավորին Այդ ճամփակը մեր Տիրոջ լցվում է այստեղ Այդ ճամփակը մեր Տիրոջ լցվում է Այդ ճամփակը մեր Տիրոջ լցվում է Այդ ճամփակը մեր Տիրոջ լցվում է մարդկանց անուններ են, որ պիտի գրվեն կյանքի գրքում, ով է համաձայն։ Ելից գրքում, երբ որ Աստված Մովսեսին ասում է քահանայապետի Հագուստ սարքի, ասում է վերցրա եղնգաքար ու այդ Հագուստի վրա փորագրի Իսրայելի 12 ցեղերի անունները գրի։ Մենք մեր հագուստին չենք գրում, մենք ստեղ ենք գրում։ Սա հավատքի գործողություն է, ու մենք միասին հիմա աղոթելու ենք։ Ու կանչելու ենք Աստծո անունը, Աստծո փրկությունը, Աստծո ողորմությունը, Աստծո շնորհքը այս մարդկանց կյանքերի վրա։ Ու հետո գործ ենք անելու։ Մենք գիտենք այդ անունները, ես գրել եմ Արտակ, Վարդան, Կարեն։ Ես ուզում եմ մենք իրար հետ վերցնենք պարտավորություն,
որոշենք գնանք ու քարոզենք ավետարան այդ մարդկանց։ Տեր, մենք քո առաջ ենք բերում այս անունները, Տեր, որոնք որ հիմա գրված են թղթի վրա, բայց սա հավատքի քայլ է ամեն մեկի համար, որ այս անունները շատ շուտով գրվելու են կյանքի գրքի մեջ, Տեր։ Մենք աղոթում ենք այս մարդկանց համար, այն մարդկանց համար, ով ուղիղ եթերով նայում է ու իրանց սրտում էլ կան այս մարդիկ, Տեր, մենք աղոթում ենք, որպեսզի դու կպնես ամեն մեկին, Տեր Հիսուս, մենք ուզում ենք իրանց տեսնենք մեր կողքը, Տեր, արքայության մեջ, արքայության գործ անելու համար, Տեր, աղոթում ու քանդում ենք ամեն մեղք, ամեն գերություն այս մարդկանց կյանքերի մեջ, ամեն գերության շղթա, ամեն հանցագործ մտածելակերպ, թող լինի քանդված Հիսուսի անունով, ամեն գերություն հանցագործ աշխարհի մեջ մենք քանդում ենք, որպես Քրիստոսի մարմին, որպես եկեղեցի, մենք քանդում ենք Հիսուսի անունով, ամեն գերություն պոռնոգրաֆիայից, շնությունից, հոմոսեքսուալիզմից, խաղալուց, մենք քանդում ենք Հիսուսի անունով, թմրամոլությունից, ալկոհոլից մենք քանդում ենք Հիսուսի անունով, այս մարդկանց կյանքերի մեջ, ու մենք խոսում ենք լույս խավարի փոխարեն, հույս անհուսության փոխարեն, կյանք մավան փոխարեն, մենք հռչակում ենք, որ կյանքի ու հոգու օրենքը սկսում է գործել իրանց կյանքի մեջ, հաղթելով մեղքի ու մավան օրենքին, ամեն դիվային գերություն, բռնվածություն, ամեն կախարդություն, ամեն հաղորդակցություն սպիրիտիզմի հետ, կախարդության հետ մենք քանդում ենք Հիսուսի անունով, մենք խոսում ենք ապաշխարության հոգի, Տեր, կպիր իրանց սրտերին, Տեր, կպիր ամեն մեկի սրտերին, Տեր, անուն, ընտանիք, Սուրբ Հոգի կպիր ամեն մեկին, ու մենք հիմա քո առաջ կանգնած ենք, Տեր, ու ասում ենք, որ մենք անգործ չենք լինի, Տեր, մենք որոշում ենք գործել, աղոթել, մենք որոշում ենք ամեն օր աղոթել, Տեր, մենք որոշում ենք գործել, Տեր, խոսել, քարոզել ավետարանը այս մարդկանց, Տեր իմ արքա, ես աղոթում եմ, Տեր, հիմա ամեն մեկի համար քո եկեղեցու մեզ դիտողների, Տեր, վառիր մեր սրտերը, Տեր, քո սրտի կրակով, Տեր, թող մեր սրտերը վառվեն քո կրակով, արքայության, քո սրտի կրակով, Տեր, ոչ թե ուրիշ կրակով, Տեր, ամեն մեկով օտար կրակ դրել իր սրտի մեջ, Տեր, որով որ մարդու փրկության հետ կապ չունի, Տեր, հանդիմանիր, Տեր, ու քո կրակով, քո խորանի, քո տաճարի կրակով վառիր մեր սրտերը, Տեր, որպեսզի մեր սրտերը լինեն վառված մարդկանց փրկության կրակով, Տեր, ես աղոթում եմ, որ ամեն մեկի սրտում ծնվի որոշում գործելու, սա գործ է, սա արքայության գործն է, սա կառույց է, ու մենք կառուցում ենք քո արքայությունը, Տեր, մենք կառուցում ենք քո արքայությունը, Տեր, երբ որ մեր կողքի մարդիկ փրկվում են, շնորհակալություն, Տեր, շնորհակալություն, Տեր, սիրելիս, ես քո փոխարեն չեմ կարա աղոթեմ, ես քո փոխարեն չեմ կարա որոշեմ, սա քո աղոթքն է, քո որոշումը, եթե դու ստեղ չես գրել վերջում գրի անպայման, եթե կան մարդիկ գրեք իրանց անունները, մեր էջի կոմենտներում գրեք այդ մարդկանց անունները, սիրելիներ, ու մենք աղոթենք այս մարդկանց համար, 3 անուն գրեք, հիմա ես ուզում եմ դու քո աղոթքը անես, սա գործ է, սա որոշում է, ու ես ու դու պիտի գործենք, սա համարձակություն է, ամեն, հալելույա, ես իմ աղոթքն եմ անում, դու քո աղոթքը, հալելույա, Տեր, ես որոշում եմ գործել, Տեր Հիսուս,
Ես որոշում եմ լուրջ չմնամ Տեր։ Ես որոշում եմ ամեն առիթ, երբ որ քո սուրբ հոգուց դրդված կլինեմ Տեր, ամեն առիթ օգտագործեմ քարոզելու Տեր։ Ես որոշում եմ աղոթել այս մարդկանց համար Տեր։ Ու ես հավատում եմ, որ իմ ու քո սիրտը կուրախանա Տեր։ Ու իրանք մի օր հաջորդ տարվա մեջ կընդունեն քեզ իրանց սրտի մեջ, կվերականգնեն իրանց փոխհարաբերությունը քո հետ Տեր, նորից կնվիրվեն քեզ Տեր, ու երկնքում հազարավոր հրեշտակներ պար կբռնեն։ Ես գործ ունեմ, ասա ես գործ ունեմ անելու, ես գործ ունեմ, ես եմ քեզ ցույց տվողը, ես եմ լռողը, ես եմ վկայողը,